Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքի ժամանակավոր եւ ամբողջական փակման մասին։ Պետական լրատվամիջոցները նշում են, այս քայլը արտակարգ կանխարգելիչ միջոցառում է, որի նպատակն է ապահովել թռիչքների եւ անօդաչուների անվտանգությունը, ինչպես նաեւ պաշտպանել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հանրային դիվանագիտության եւ տեղեկատվության կենտրոնը հայտնել է թշնամական արկե ընկել երկրի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանի հարակից տարածքում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն միջադեպի հետևանքով ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային վնասներ չեն արձանագրվել եւ ատոմակայանի որևէ հատված չի վնասվել։ Կենտրոնը խստորեն դատապարտել է հարվածը, ընդգծելով, որ նման գործողությունները հակասում են միջազգային նորմերին, որոնք արգելում են միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական հարձակումները։ Նշվում է նաև, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Պարսից ծոցի երկրների համար։ Հորմուզի նեղուցը կբացվի ազատ նավարկության համար միայն տարածաշրջանում զինված հակամարտության ավարտից եւ Թեհրանի պայմանների լիարժեք կատարումից հետո։ Նման հայտարարությամբ հանդես է եկել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Հորմուզի նեղուցը կբացվի միայն լիակատար հրադադարի եւ Իրանի պայմանների անվերապահ կատարման դեպքում, հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Ավելին նա հավելել է, որ Թեհրանի պահանջները չբավարարող ցանկացած հրադադարի ծրագիր անընդունելի կլինի Իրանի համար։ Նա պարզաբանել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավոր դիվանագիտական լուծումը պետք է ներառի փոխհատուցում Իրանին, հարևան երկրներում դիմադրության խմբերի վրա հարձակումների դադարեցում եւ իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանից։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, թեև վնասվածքներ ունի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ինչքան ես գիտեմ, նա միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Նա շարունակում է կազդուրվել եւ իրավիճակը վերահսկողության տակ է։ Իմ ունեցած եւ հուսալի տեղեկատվությունը այն է, որ նա կատարյալ առողջական վիճակում է, ասել է նախարարը։ Իսրայելի ուժերը հայտարարել են, հայտնաբերել են Իրանից հրթիռի արձակում եւ որ իրենց հակաօդային պաշտպանությունը աշխատանքներ է տանում թիրախը որսալու համար։ Հայտնաբերվել է Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում։ Պաշտպանության համակարգերը աշխատանքներ են տանում թիրախը որսալու համար, ասվում է հայտարարության մեջ։ Ամերիկացի պահպանողականը հաղորդում է, Թրամփի վարչակազմը քաղաքական ճգնաժամի վտանգի տակ է Իրանի հետ հակամարտության պատճառով։ Հոդվածում նշվում է, գնաճը կամ ավելի ճշգրիտ բարձր գները կարող են լինել հիմնական պատճառը, որ ամերիկացի ժողովուրդը Թրամփին վերադարձրեց Սպիտակ տուն։ Սակայն Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որի միջով անցնում է համաշխարհային նավթային առևտրի 1/5 մասը, արդեն հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի եւ սպառնում է առաջացնել համաշխարհային անկում։ Աշխատավոր դասի ընտրողները ամենաշատը կտուժեն, մեղադրելով Թրամփի եւ պատժելով նրա կուսակցությանը ընտրություններում, ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ Իրանի դեմ ագրեսիան արգելից կազդեցիկ գործիչներին հեռացնում է գործող վարչակազմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է կորցնել իր պաշտոնը իր կամքին հակառակ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը։ Ես ունեմ եւս մեկ հարց. Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե իրանականը։ Իրականում սա այն հիմնական հարցն է, որը կարծում եմ Մակրոնը ինքն էր տալիս, ասել է Զախարովան։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը նշել էր, որ իր ֆրանսիացի գործընկերը շուտով կհեռանա պաշտոնից։ Ընտրությունները կկայանան 2027 թվականի ապրիլին, սակայն Մակրոնը չի կարողանա առաջադրվել, քանի որ գրեթե ավարտել է 2 անընդմեջ հնգամյա ժամկետ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը կշարունակի մնալ տլային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է Սրբազան հոր պաշտպանների միջնորդությունը։ Սրբազանին սակայն թույլատրվել է մասնակցել սուրբ եւ անմահ պատարագներին, ստանալ սուրբ հաղորդություն։ Միքայել Սրբազանին արգելվել է պատարագ մատուցել, քարոզով հանդես գալ։ Սրբազանը վիրահատությունից մեկ ամիս անց այցելել է Իզմիրլյան բժշկական կենտրոն բուժզնման։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Սրբազանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանն դեմ Բագրատ Սրբազանի։ Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքը, թե ինչ սեփականության մասին է խոսքը դեռևս հայտնի չէ։ Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերսբանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է 3 եւ մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Շատ կարեւոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան։ Կարծում եմ, մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում եւ հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ, ասել է Փաշինյանը։ Ըստ նրա 2023 թվականից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքները հոգալու համար։ Կա կոնկրետ ապրանք, որի շուրջ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի բիզնեսները բանակցում են իրար հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, խոսելով Ադրբեջան արտահանման մասին։ Հարցին Հայաստանն ինչ է առաջարկում Ադրբեջանին, Ադրբեջանը ինչ կարող է գնել մեզանից, Պապոյանը պատասխանել է. Մենք առաջարկել ենք հիմա կա կոնկրետ ապրանք, որի շուրջ արդեն երկու կողմերի բիզնեսները արդեն իրար հետ բանակցում են, քննարկումներ են ունենում, նշել է Պապոյանը։ Մարտի 18-ին Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ ջրային ռեսուրսների նախարար Սաուբ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն, ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։ Երկու ստեյք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով։ Անդրադառնալով տնտեսական զարգացման եւ ներդրումային նպաստավոր պայմաններին, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար։ Արարատ Միրզոյանը եւ Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների եւ մարմինների, ինչպես նաեւ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն ապահովելու համատեղ նախաձեռնությունների եւ կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը։ Շվեյցարիայում բողոք է ներկայացվել Սոկար Թրեյդինգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։ 2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի հետ համատեղ 2026 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել Soccer Trading SA ընկերության դեմ։ Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար։ Ավստրիան հունվարին Հայաստան եւ Վրաստան երկու երկրների արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Օդանավում գտնվող հայ եւ վրացի քաղաքացիների թիվը հայտնի չէ, բայց Boeing 737-800 ինքնաթիռը, որը տեղափոխել է արտաքսվածներին, կարող է մինչեւ 189 ուղևոր տեղավորել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին Գերմանիան է Հայաստան ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ, եւս մեկ ինքնաթիռ հունվարին ուղարկել է ԱՄՆ-ն։ ՀՀ իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել արտաքսվածների թվի վերաբերյալ։ Արաբ կիրվարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2 ամիս շարունակ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։
5 երեխաների ներկայությամբ, որից 3-ը մանկահասակ են, նոր Հաջնում գտնվող իր բնակարանից ձերբակալել եւ Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի կրոջը։ Ձերբակալելու պատճառը ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Ես սրա մասին ուղղակի կրկնում եմ, չխոսալ չեմ կարող, ես ցանկանում եմ բոլորիդ այս մասին իրազեկել, որպեսզի բոլորդ հասկանանք, ինչպիսի ռեպրեսիաների ենք ենթարկվում մեր քաղաքական հայացքների պատճառով կամ մեր, չգիտեմ, խոսքերի ու արտահայտությունների պատճառով։ Մանավանդ թիրախ են արցախցիները։ Քննչական կոմիտեի է հրավիրվել եւ հարցաքննվել հրապարակորաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Հրապարակորաթերթի մոտ 2 տարի առաջ հրապարակված խմբագրականի հիման վրա է քննչականը վարույթ հարուցել։ Զանգվածային լրատվամիջոցների օգտագործման իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով։ Արմինե Օհանյանը խնդրի շուրջ տված հարցազրույցում ընդգծել է խմբագրականում իշխանությունը բռնությամբ զավթելու որևէ կոչ չի եղել։ Պարզապես նախընտրական շրջանում փորձ է արվում իրեն վախեցնել եւ լռեցնել, բայց ին վախը բռնած է անիմաստ գործողություններ են, ասել է հրապարակորաթերթի գլխավոր խմբագիրը։ Նա նաև ընդգծել է խոսքի համար հետապնդումներ են ձեռնարկվում մի մարդու իշխանության օրոքով նախկինում լրագրող եղած ժամանակ իր հրապարակումներում բազմիցս է բռնության կոչեր հնչեցրել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Վերջինիս ուղարկավորությունը տեղի կունենա Թեհրանում մարտի 18-ին, հաղորդել է Ֆարս լրատվական գործակալությունը։ ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել գերծանր արկերով Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող Իրանի հրթիռային կայաններին, ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության։ Մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ արձակել են 2.2 տոննա քաշով մի քանի բարձր թափանցելիության արկեր Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական ամրացված հրթիռային կայանների վրա, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ զինվորականների տվյալներով տարածաշրջանում գտնվող իրանական հրթիռները սպառնալիք են ներկայացրել միջազգային նավագնացության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության պայմաններում Միացյալ Նահանգներին այլևս անհրաժեշտ չէ եւ ԱՄՆ-ն նույնիսկ չի ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու համար, նշելով, որ Վաշինգտոնը երբեք օգնության կարիք չի ունեցել։ Մեզ տեղեկացրել են ՆԱՏՕ-ի մեծամասնությամբ դաշնակից երկրները, որ նրանք չեն ցանկանում ներգրավել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողություններին, հայտնել է ԱՄՆ նախագահը։ Քանի որ մենք ունեցել ենք նման ռազմական հաջողություններ, մեզ այլևս ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, հավելել է Թրամփը։ Վերջին տեղեկություններով երկրում ոչ միայն Բաղդադում, այլև ամբողջ Իրաքում զգալի աճ է գրանցվել անօդաչու թռչող սարքերի եւ օդային գործողությունների ակտիվության մեջ, քանի որ ԱՄՆ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ շարունակվում է տարածվել Իրաքի տարածքում։ Բաղդադի կանաչ գոտում, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը, արձանագրվել է անօդաչու սարքերի ակտիվություն։ 2 անօդաչուներ ոչնչացվել են, իսկ երրորդը անհետացել է ռադարներից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մերձավոր արևելքը ներքաշում է աղետի մեջ։ Իսրայելը ձեռք բերելով իշխանություն եւ իրեն մյուսներից բարձր համարելով, աստիճանաբար մեր տարածաշրջանը ներքաշում է աղետի մեջ, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Նա հավելել է, որ Գազայի, Եմենի, Լիբանանի եւ Իրանի վրա Իսրայելի հարձակումները ուղղված չեն անվտանգության ապահովմանը։ Հետևաբար կարևոր է դուրս գալ պարտադրված օրակարգի ձգողականության դաշտից եւ ամբողջ աշխարհին հասցնել փաստերը։ Սա բարբարոսություն եւ խելագարություն է, այնպիսի ձևով, որը արձագանք գտնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կարող էր որոշել Վաշինգտոնի դուրս գալը ՆԱՏՕ-ից առանց ԱՄՆ կոնգրեսի մասնակցության։ Ես այդ որոշման համար կոնգրեսի մասնակցությունը չեմ պահանջում։ Ինչպես հավանաբար գիտեք, ես կարող եմ այդ որոշումը կայացնել ինքնուրույն։ Իհարկե, աշխատելու եմ շատ խելացի մարդկանց հետ եւ միշտ հաշվի կառնեմ կոնգրեսի կարծիքը, բայց դրա համար նրանց մասնակցությունը պարտադիր չէ, ասել է Թրամփը։ Նախագահը նշել է, որ ներկայում չի բարձրացնում ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ Եթե դուք ասում եք վերանայել հարաբերությունները, ես չեմ անում։ Ներկայում նման մտադրություն չունեմ, բայց ասեմ, որ ես հատկապես ոգևորված չեմ այն ժամանակ, երբ մենք օգնել ենք նրանց Ուկրաինայում, ընդգծել է նա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը տնային կալանքից ազատ է արձակվել։ Սրբազանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը համատեղ բացակայելու արգելքի հետ։ Սրբազան հորն արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Սրբազանին արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնում են ազգային ժողովից։ Ողջունելով հյուրերին Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Նորդիկ Բալթիկ երկրների հետ համագործակցությունը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրանիկ Տերտերյանը մարտի 14-ից 16-ը գործուղվել են Ղազախստանի Հանրապետություն դիտարկելու սահմանադրական հանրաքվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրավիրել էր Ղազախստանի Հանրապետության հանրաքվեի ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրավիրել է գործընկերոջ ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Ընդունում են, որ 1000 եւ 10000 դրամանոց թղթադրամները խառնում են, բայց փոխելը մեծ ծախս է լինելու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք փորձեցինք 9 նմուշի, եթե չեմ սխալվում, 10000 դրամանոցի վրայից գրված 10000-ը փոխել, որ ակներև լինի։ Կա նաև արգումենտ, որ դոլարները բոլորը նույն գույնի, նույն չափի, նույն ձևի են ըստ էության, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի առաջանում։ 10 դոլարը 20 դոլարանոցի հետ ոչ ոք չի խառնում», նշել է Գալստյանը։ Դառնալով նոր սերնդի թղթադրամներին Մարտին Գալստյանը հավելել է, որ նոր սերնդի թղթադրամները, եթե չի սխալվում, 3-ից 5 տարվա կյանք են ունենում, միայն թղթից չեն, ունեն պլաստիկի էլեմենտներ, որը թույլ է տալիս, որ մաշվածությունը նվազի։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, իրենք սրանով գնացել են ծախսերը նվազեցնելու ճանապարհով։ Թրամփի վարչակազմը ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելին, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Նրանք պարզաբանել են, որ Վաշինգտոնը մտադիր չէ փոխել կղզու քաղաքական համակարգը։ Միացյալ Նահանգները դեռևս որևէ միջոց չի ձեռնարկում Կաստրո ընտանիքի անդամների դեմ, ովքեր մնում են երկրի ամենաազդեցիկ դեմքերը։ Սա համապատասխանում է Թրամփի եւ նրա օգնականների ընդհանուր արտաքին քաղաքականության հանձնառությանը, ռեժիմի պահպանմանը, այլ ոչ թե ռեժիմի փոփոխությանը, նշվում է հոդվածում։ Իրանի իշխանությունները զգուշացրել են, որ Խար կղզու վրա հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի հակառակորդները կհայտնվեն առավել նվաստացուցիչ իրավիճակում, քան Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի խոսնակ Էսմայիլ Հոսեյնին։ Նրա խոսքով ցանկացած փորձ գրոհելու Խար կղզին կհանդիպի կոշտ հակազդեցության եւ կղզին կարող է վերածվել ներխուժողների գերեզմանի։ Իրանը կղզին դիտարկում է որպես ռազմավարական կարևոր օբյեկտ կապված նավթի արտահանման հետ։ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը դարձել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ, հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Տեղական աղբյուրները հայտնել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումների եւ կանաչ գոտում պայթյունների մասին, նշվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել Կուբային, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից կիրառվող էմբարգոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է աջակցել Հավանային այն չափով, որքանով թույլ են տալիս իր հնարավորությունները։ Վերջինս ընդգծել է, որ Կուբայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ երկրի տնտեսական իրավիճակի վրա։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին եւ հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ճնշումների մեղմացման օգտին։
Իրանի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ Զաֆրա ավիաբազային Արաբական Միացյալ Էմիրություններում և Շեյխ Իսա ավիաբազային Բահրեյնում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նրա տվյալներով հարձակման արդյունքում ոչնչացվել են ամերիկյան ինքնաթիռների համար նախատեսված անգարները։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ավիաբազաներում ոչնչացրել են ամերիկյան կործանիչների համար նախատեսված մի քանի անգարներ, օգտագործելով բարձր պայթուցիկ թևավոր հրթիռներ, համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում, ասվում է հայտարարության մեջ։ Ֆուջեյրա քաղաքից 23 ծովային մղոն արևելք Միացյալ Արաբական Էմիրությունների արևելյան ափին արկահարվածել է տանկերի։ Այս մասին հաղորդում է թագավորական նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը։ Նավին հարվածել են խարիսխը նետած ժամանակ։ Հաղորդվել է կառուցվածքային աննշան վնասների մասին, անձնակազմի անդամները վնասվածքներ չեն ստացել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի նկատվել, նշվում է հրապարակման մեջ։ Կատարը խնդրել է Միացյալ Նահանգներին մատակարարել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի, Պարսից ծոցի երկրները Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց նկատել են հրթիռների պակաս։ Թերթը նշել է, որ Կատարի իշխանությունները և ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել են մեկնաբանել խնդրանքը։ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Սուտ խոսելու սովորությունը երբեք չի լքում ստախոսի միտքը, բայց իրանական ասացվածքն ասում է, որ ստախոսը կարճ հիշողություն ունի և մոռացկոտ է։ Գերագույն առաջնորդի Ռուսաստան բուժման համար տեղափոխվելու լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները կարիք չունեն փախչելու և ապաստարաններում թաքնվելու։ Նրանց տեղը փողոցներում է, ժողովրդի մեջ, հայտնել է իրանցի դիվանագետը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեի բուժման նպատակով Մոսկվայում գտնվելու մասին լուրերը։ Հորմուզի նեղուցի բացման գործընթացը պետք է կապված լինի Միացյալ Նահանգների կողմից ռազմավարական զիջումների հետ, հաղորդել է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Հոդվածում նշվում է, նավագնացության վերսկսումը չի կարող դիտարկվել ռազմական գործողությունների պարզ դադարեցման համատեքստում։ Ավելի շուտ Հորմուզի նեղուցի բացման գործընթացը պետք է կապված լինի ռազմավարական զիջումների հետ, նշվում է հրատարակության մեջ։ Սա ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների երաշխավորված վերացումը, սառեցված ակտիվների վերադարձը, ամերիկյան բազաների դուրսբերումը և ոչ ամերիկյան դոլարային առևտրի զարգացումը։ Ռազմական պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու տարբերակներ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Մարտական պլանավորումը ներառում է ինչպես հակամարտության մեղմացման, այնպես էլ դրա սրման տարբերակներ, եթե Սպիտակ տունը փորձի մեծացնել ճնշումը Իրանի վրա, սակայն հեռուստաալիքի աղբյուրները չեն նշել այդ տարբերակների ճշգրիտ բնույթը։ Նշվում է, որ Թրամփի խորհրդականների շրջանում հակամարտության դադարեցման կողմնակիցները մտահոգված են դրա առաջացրած համաշխարհային տնտեսական անկայունությամբ։ Ավելին, գործողության տևողությունը ըստ լրագրողների կարող է փոխվել ամեն օր։ Վերջին օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 78 օտարերկրացու, այդ թվում ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ ՆԳՆ-ի տվյալներով Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Եմենի, Չինաստանի, Ղրղստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի քաղաքացիներ։ Այս անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, Ուրալի տարածաշրջանը այլևս չի հանդիսանում անհասանելի օդային հարվածների համար և այժմ գտնվում է անմիջական վտանգի գոտում։ Նրա խոսքով դեռ վերջերս Ուրալը հասանելի չէր Ուկրաինայից հնարավոր օդային հարվածների համար, սակայն ներկայում իրավիճակը փոխվել է և տարածաշրջանը դիտարկվում է որպես թիրախային գոտի։ Պաշտոնյան հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նրա հայտարարությունը վկայում է ռազմական սպառնալիքների աշխարհագրության ընդլայնման մասին։
Իրանը կանի ամեն ինչ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան դիմակայելու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մենք պատերազմ չենք փնտրում եւ չենք սկսել այն, բայց մենք հաջաբար կպաշտպանվենք, կհակազդենք եւ կոշտ կպատասխանենք, ասել է խոսնակը։ Վերջինիս խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ ուժի չարաշահումը հանգեցնում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի վախենում Իրանի կողմից հնչեցված նախազգուշացումներից, կապված Իսրայելին աջակցելու հետևանքների հետ։ Զելենսկին նշել է, որ նմանատիպ հայտարարություններ լսում են գրեթե ամեն օր եւ դրանք այլևս չեն ազդում Ուկրաինայի դիրքորոշման վրա։ Այս տարիների ընթացքում մենք շատ տարբեր հաղորդագրություններ ենք լսել։ Ոչ, մենք չենք վախենում նման հայտարարություններից, ընդգծել է նախագահը։ Նրա խոսքով Ուկրաինան շարունակելու է իր քաղաքական գիծը, անկախ արտաքին սպառնալիքներից կամ ճնշումներից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է 3 մարտի 16-ին խորհրդմոր կողմից ծեծի հետևանքով կլինիկական մահ տարած փոքրիկի դեպքին եւ նշել. «Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ արարքը պատահականություն չի եղել, այլ դիտավորություն։ Խոսքը խորհրդմոր մասին է», ասել է նախարարը։ Արաբկիր բժշկական կենտրոնից էլ մանրամասներ են հայտնել երեխայի առողջական վիճակի մասին։ Փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Ես տիկին Էդիտա Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով Էդիտա Գզոյանին թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու մասին որոշմանը։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետեւ եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ եւ այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը, նշել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանն ի դեպ հերքել է այն տեղեկությունը, թե թանգարանի աշխատակիցներին ասել է, որ շինարարական խնդիրների պատճառով է Էդիտա Գզոյանը հեռացվում։ Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարական մասով, նշել է Անդրեասյանը։ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական եւ մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմաթիվ զանգերի, սույնով տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք եւ բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, տեղագործական ընկերություններից եւ փրկարար կազմակերպություններից, նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Կարմիր մահիկ ընկերության հայտարարության համաձայն վիրավորների թվի աճի եւ բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության հանգամանքը հաշվի առնելով հրատապության կարգով անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ եւ բժշկական պարագաներ։ Հետևաբար բոլոր հայրենակիցներին եւ անհատներին, հայկական կազմակերպություններին եւ մատակարարներին հրավիրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը։ Կանխիկ դրամական օգնությունների համար Մելաթ բանկի Երևանի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար, ասված է հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 18-ից 19-ը 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին 22-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ից 3-ային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում մարտի 18-ից 19-ը 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ից 21-ը 22-ի երեկոյան սպասվում է անձրև։